Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է։ Առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, հիվանդություններ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք հրավիրում ենք նաեւ բժիշկների, որոնց գործունեության ոլորտ այս կամ այն կերպ կարող է առնչվել թիրախային այս խմբին, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, ես երկու պատվարժան հյուրեր ունեմ, հյուրընկալել եմ առողջապահության նախարարության հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության գծով խորհրդատու հոգեբույժ Գևորգ Փաշիկյանին եւ հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ հոգեբույժ հոգեթերապևտ Արամ Հովսեփյանին։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ձեր նորության մասին, ձեր ոլորտում նորության, մեր ոլորտում նորության մասին կպատմենք հանրությանը, ավագ սերնդին։ Ես ինֆորմացիոն առիթը համարեցի այն, որ կարծես թե մայիսի 8-ին դուք ազդարարեցիք դեմենցիայի կլինիկական ուղեցույցերի արդեն պատրաստ լինելու մասին, դուք դա ներկայացրեցիք մասնագիտական հանրությանը, ինչ է նշանակում դեմենցիայի կլինիկական ուղեցույց, խնդրեմ պարոն Հովսեփյան։ Կլինիկական ուղեցույցը առհասարակ դա ծավալուն մասնագիտական փաստաթուղթ է, որը բաղկացած է մի քանի բաժնից եւ որի նպատակն է մանրամասնորեն լուսաբանել այս կամ այն խանգարումը։ Տվյալ դեպքում դեմենցիայի ուղեցույցի դեպքում այն մանրամասն նկարագրում է թե դեմենցիայի հետ կապված վիճակը առհասարակ աշխարհում եւ Հայաստանում, դրա ախտորոշման հարցերը, կլինիկական պատկերը, բուժումը եւ բուժման մասնագիտական կողմը եւ կազմակերպչական կողմը, այսինքն դա ծավալուն փաստաթուղթ է, որը որ տալիս է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները այս կամ այն խանգարման մասին եւ հանդիսանում է հիմնական այն աղբյուրը, որից որ բժիշկները կարող են ինֆորմացիա քաղել։ Բժիշկները հոգեբույժները, թե նյարդաբանները, թե նաեւ առաջնային օղակ այս սա իմանալու, սրանով անցնելու կարիք ունի։ Այն նախատեսված է բոլորի համար, ովքեր որ այս կամ այն կերպով առնչվում են դեմենցիայի հետ։ Դոկտոր ավելացնեմ, որ նաև կլինիկական ուղեցույցը ոչ միայն բժիշկ մասնագետների համար է, նաև հարբժշկական մասնագետների, այլ նաև այն անձանց համար է, ովքեր որ խնամում են դեմենցիա ունեցող անձանց, եւ դեմենցիա ունեցող անձանց եւ խնամողների։ Այնտեղ բավական ծավալուն գրականություն կա նվիրված հենց խնամողներին, խնամողների հոգեկան առողջությանը եւ նրանց հոգեկրթմանը։ Հրաշալի է։ Մինչ ուղեցույցը, մինչ այս փաստաթուղթը վերջին առնվազն 10 տարին ես գիտեմ, որ դուք այս ոլորտում եք, ինչ դժվարությունների էիք բախվում, մենք բոլորս, ինչն էր այն հիմնական խթանը, որ հիմք դարձավ, որպեսզի հնարավորություն գտնեք եւ մասնագետներով նստեք ու ստեղծեք այս ուղեցույցը, որտեղ էր բացերը, որտեղ էին խնդիրները։ Բացեր ունենք գրեթե ամենուր, ախտորոշումից սկսած մինչև իրազեկում եւ բուժում։ Դրա համար մենք անհրաժեշտ գտանք, որ ծրագրի շրջանակներում դոկտոր Հովսեփյանը կասի թե ինչ ծրագրի շրջանակներում ենք դա արել, անհրաժեշտ գտանք, որ հենց առաջնահերթ դեմենցիայի կլինիկական ուղեցույց պետք է պատրաստենք, որովհետեւ դեմենցիայի հետ կապված գիտենք, որ ինքը շատանում է հիվանդությունը եւ իրազեկումը իր վերաբերյալ բավականին քիչ է։ Մեր օրինակ դասընթացը նաև իրազեկմանն էր ուղղված, իհարկե նաև բժիշկների կրթմանը։ Երկրորդը այդ փաստաթուղթը մեր բուժաշխատողներին տալու է գործիքներ, որոնցով որ իրենք կարող են ուղղորդվել իրենց գործունեության ընթացքում ավելի ճիշտ ախտորոշում անելու, ավելի ճիշտ տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար։ Նաև ուղեցույցը խորհուրդ է տալիս, որպեսզի բոլոր բժշկական մասնագետները եւ ոչ բժշկական, հարբժշկական մասնագիտությունը, այդ թվում նաև խնամողները բոլորը իրար հետ համագործակցեն մեկ պացիենտի շրջանակում, որպեսզի այդ անձին տան հենց անձակենտրոն բուժօգնություն կամ խնամք, այսպես ասած։ Ոնց որ բազմա մասնագիտական թիմ պիտի աշխատի, չէ՞, դեմենցիայի հետ մենք դա տեսնում ենք։ Բժիշկ Հովսեփյան, ինչ ծավալի փաստաթուղթ է եւ եթե ոչ ոք գլուխներով, որ ասեք, օրինակ մինչև կարդալը, ես էլ դեռ ծանոթ չեմ, ինչ է ներառում, այսինքն առաջին փուլում սա պիտի արվի ինչ-որ մի կերպ, ինչ-որ մի ձևով նկարագրենք եւ ով է հովանավորել, ինչպես է հնարավոր եղել, սա կարեւոր է, զարգացած աշխարհում էլ գիտենք, որ մենք մեր երկիրն արդեն ունի այս փաստաթուղթը։
Փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը կոչվում է իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն, այսինքն այն ուղղված է հոգեկան ոլորտի բազմակողմանի զարգացման վրա եւ մի քանի կազմակերպություն են մասնակցում, որոնցից մեկը հոգեկան առողջության հայկական ասոցիացիան է, որն էլ հենց այս փաստաթուղթի ստեղծումով է զբաղվել։ Հեղինակները 3-ն են, պարոն Փոշիկյանը հիմնական կարող ենք ասել առաջին հեղինակն է, ես եմ եւ Անահիտ Կարապետյանն հոգեբուժ եւ խմբագրել է Անահիտ Դարաբյանը, որը որ հանդիսանում է հոգեբուժ եւ նյարդաբան 2 բժշկական մասնագիտություն ունի, բավականին ծավալուն է, այսինքն ավելի քան 100 էջ է եւ ինքը հիմնված է միջազգային լավագույն օրինակների ուսումնասիրության վրա, բավականին մեծ ծավալի մի քանի 100 գրականության աղբյուրի ուսումնասիրության վրա եւ ներառում է համապարփակ տեղեկատվություն, առհասարակ բոլոր ուղեցույցները մոտավորապես նույն սխեմայով են կառուցվում, իրանք ունեն ներածական մաս, որտեղ ներկայացվում է խնդրի իրավիճակը առհասարակ աշխարհում, այն տեղեկությունները, որը մենք ունենք Հայաստանի մասին, իհարկե գրեթե բոլոր խնդիրների դեպքում Հայաստանի ներսի տեղեկությունները սահմանափակ են, որտեղ թե հայտնաբերման տեսակետից, թե ծառայության կազմակերպման տեսակետից բացեր ունենք, կան գրանցված բուժառուներ բավականին մեծ քանակությամբ, բայց իրանք եթե նայում ենք իրական թվին բավականին զիջում են այն թվին, որը կարող ենք պատկերացնել մյուս երկրների հետ համեմատելով, որից հետո նկարագրվում է բուն խանգարման մասին տեղեկատվություն, այդ թվում նրա ծագումնաբանությունը, ինչ պատճառներով է առաջանում, ինչ կենսաբանական մեխանիզմերով է առաջանում, ինչ կլինիկական պատկերներ ունենք, ոնց ենք հայտնաբերում, ոնց ենք ախտորոշման տարբեր մոտեցումները, թե հարցաշարերի, թե կլինիկական զննումների, լաբորատոր, գործիքային եւ այլն։ Բուժման սկզբունքներն են ներառում, որոնց մեջ ներառված է առաջերտին թեորիայական բուժումը, ինչպես նաև հոգեթերապևտիկ այն միջամտությունները, որոնք կարող են արվել եւ սոցիալական մասն ներառում, այսինքն խնամքը, կազմակերպումը, տեղեկատվություն հարակից մասնագետների համար, տեղեկատվություն խնամողների համար, ընդհանուր այս ոնց որ դասական հիմնական բաժիններն են։ Արդյոք հաղորդակցումը դեմենցիա ունեցող անձի հետ ներառված է, որովհետև իմ մասով եմ ես ասում, որովհետև դա էլ ոնց որ իմ մասնագիտություն, թե նրանք առանձնահատուկ հաղորդակցման տեխնիկաներ, եղանակներ կան, սկսած թե ինչպես խոսել, արդյոք սա էլ է ներառված։ Իհարկե մի ամբողջ գլուխ նախատեսված է հենց դեմենցիա ունեցող անձանց հետ շփումներին, բացի այդ գլուխը մենք ունենք նաև կից բազմաթիվ գրականության ցանկեր ու հղումներ, որտեղ որ մարդիկ կարող են մտնել եւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը վերցնել, բայց ուղեցույցի հենց բուն գլխամասում երրորդ գլխում ներառված են հենց շփումները, սոցիալական ադապտացիան, ոչ տեղորայքային աջակցության միջոցներ, այդ ամբողջը մեկ մեծ գլուխ են ու բավականին մեծ տեղ են զբաղեցնում դեմենցիայի կլինիկական ուղեցույցում։ Ավելացնեմ, որ ուղեցույցը իր տեսակով բացառիկ է, որովհետև ուղեցույցում մենք ունենք գրեթե բոլոր ուղղությունները, ոչ թե գրեթե, այլ ամբողջ բոլոր ուղղությունները ունենք։ Նաեւ կան ուղեցույցեր կլինիկական, որ միայն սոցիալական ասպեկտով են ուրեմն խորհրդատվական փաստաթուղթ իրենցից ներկայացնում կամ դեղորայքային բուժում զուտ ուրեմն կոգնիտիվ խանգարումների վերաբերյալ մեր կլինիկական ուղեցույցում կա բոլորը եւ կոգնիտիվ խանգարումների հետ կապված դեղորայքային, ոչ դեղորայքային ուրեմն բուժօգնության տեսակները եւ հոգեկան եւ վարքային խանգարումների հետ կապված, այսինքն չկա այդպիսի մի հատ ուղղություն, որը որ ներառված չլինի այդ կլինիկական ուղեցույցի մեջ։ Առաջնայինը կլինիկական ուղեցույցում ոչ դեղորայքային աջակցության մեթոդներն են։ Երկրորդ ընտրությամբ արդեն դեղորայքային է։ Բժիշկ օգտվելով առիթից եկեք հենց այս հատվածում մարդկանց հարազատներին, ում ազգականներ ունեն, ավագներ ունեն դեմենցիա, արձանագրենք, հիշեցնենք, բացատրենք, որ միայն դեղորայքային միջամտություններով, այսինքն հույսը դնել, որ հոգեբուժը տեղը նշանակեց, դեղը կանոնավորապես ընդունեց եւ վերջ, սա լուծում չէ, եւս մեկ անգամ խորհուրդ տվեք, հորդորեք, որ անպայման զուգահեռ չալարեն, չզլանան, մարդկանց ուղեկցեն առողջ երկարակեցության ակումբներ, Առաքելություն Հայաստանը, մեր բոլոր գործընկերները գրեթե ունեն այսպիսի ծառայություններ, որոնք զուգահեռ պիտի լինեն բուժմանը։ Իհարկե, դեմենցիա ունեցող մարդկանց համար խնամողներին ես խորհուրդ կտամ, որ առաջին հերթին իրենք
հենց բժիշկներից, բուժաշխատողներից, որոնք որ վերապատրաստվել են օրինակ մեր դասընթացի շրջանակներում, առաջին հերթին իմանան այն մանրամասները, այն ասպեկտները, որոնցով որ պետքա իրանք շարժվեն, կրթվեն, իմանան ինչ ծևի շփվեն պացիենտների հետ ու ինչա իրանց անհրաժեշտ ու դրանից հետո իհարկե պետք է օգտվեն նաև այն բոլոր ծառայություններից, որը որ Հայաստանում կա, իսկ Հայաստանում կան ծառայություններ, այնպես չէ որ չկան, նոր դուք նշեցիք այդ ծառայությունները։ Ընտրողը կգտնի իհարկե, կարևորությունը ուղղակի պիտի ընդունեն։ Այո, շատ կարևոր է, որովհետև հենց ոչ դեղաբանական միջոցառումներն են ավելի շատ կանխարգելիչ ու կյանքի որակը ավելի շատ բարձրացնող միջոցները։ Դեղորայքային օգնությունը իհարկե պետքա կողքից անել, հա, բայց ինքը վերջնական հարցի լուծում երբեք չի լինում, հա։ Իսկ ինչ վերաբերում է հոգեբուժի կողմից նշանակված վարքային խանգարումների հետ կապված դեղորայքային բուժումը, դա պետքա լինի ամենավերջի հերթին, հա, պետքա մենք բոլոր ոչ դեղաբանական կամ այլ դեղաբանական միջոցառումները փորձենք, տեսնենք արդյոք կարգավորում է պացիենտի մոտ վարքային խնդիրներ, եթե չէ, նոր վերջի հերթին գալիս ենք դեղորայքային բուժմանը վարքային խանգարումների տեսակետից։ Բժիշկ Արամ, եթե ավելացնել բան եք, ասեք, հետո։ Ուզում եմ ավելացնել, որ վերջերս բավականին շատ ինֆորմացիա ավելանում նրա մասին, թե ինչքան շատ են ազդում միջավայրային գործոնները, իսկ մինչև այս վիճակները դիտարկվել են որպես շատ կենսաբանական կոպիտ վիճակներ, որոնք անխուսափելիորեն առաջանում են եւ անխուսափելիորեն առաջ են գնում, խորանում են, բայց հիմա բավականին շատ են տվյալները, որ միջավայրի ազդեցությունը արտաքին կենսակերպի, կողքի մարդկանց հարաբերությունների, նախորդող հոգեվիճակի եւ այլն ազդեցությունը գնալով ավելի է կարեւորվում եւ այս բոլոր գործողությունները կարող են զգալիորեն եւ հետաձգեն վիճակի խորացումը եւ թեթևացնեն, լավացնեն մարդու կյանքը։ Բժիշկ Արամ, կանխարգելման մասին խոսելիս, ես ասեմ, թե ինչի ենք մենք բախվում այսպես դաշտում աշխատելիս, դուք ինձ ուղղորդեք մարդիկ, որ 65-ն անց են, գործից նոր են դուրս եկել, իրենք կոգնիտիվ խնդիր չունեն կամ ունեն շատ աննշան, իրենք սովորաբար հրաժարվում են կոգնիտիվ վարժանքների, կոգնիտիվ խթանման վարժությունների կամ զբաղվածության, ասելով, որ դա դեմենցիայով հիվանդների համար է, մանկապարտեզ է, երեխայի բան է։ Մենք շատ բացատրում ենք, որ այո, դու հիմա առողջ ես, բայց նաև դա անելով պիտի կանխարգելես դեմենցիան։ Ուզում եմ ձեր խոսք ուղղեք հենց այս մարդկանց եւ կանխարգելումից խոսենք։ Արդյոք մենք պիտի գանք հասնենք այն կետին, որ արդեն վարքային լինեն խանգարումներ եւ այլն, նոր զբաղվենք, թե 65 անց ցանկացած մարդ, թեկուզ աշխատող կարող է նկարելով տեխնիկաները ինքն է գիտեք, adzերքով, ձախ ձեռքով վարժությունները, մուդրաները եւ այս ամենը արդյոք անհրաժեշտություն է 65-ից հետո, թե սպասեն լավ չզգան կամ հիշողության խնդիրնի նոր գնան։ Ես sense ասեմ, մի քիչ պայմանական է, բայց իրականում դեմենցիայի կանխարգելումը պետք է սկսի երիտասարդ տարիքից, այսինքն այն սովորությունները, որոնք որ կանխում են կամ հետաձգում են դեմենցիայի զարգացումը, իրանք ձևավորվում են ավելի երիտասարդ տարիքում եւ 65 տարեկանում մարդուն նոր սովորություններ սովորացնելը շատ ավելի դժվար է, քան ավելի երիտասարդ տարիքում։ Դա մի կարևոր գործ ունի, երկրորդ կարևոր գործը է, երբ որ մենք հետադարձ ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ որոշ process-ներ սկսվում են 5 կամ նույնիսկ 10 տարի ավելի շուտ, քան մենք ունենում ենք կլինիկական պատկերներ, այսինքն այդ մարդկանց զգալի մասը, ովքեր իրանց մոտ որևէ սիմպտոմ չեն նկատում, իրանց մոտ կարող է արդեն ինչ-որ process սկսված լինի, որը որ դեռ աննկատ է ընթանում, դրա համար դեմենցիայի կանխարգելումը կարծում եմ նույնիսկ 65 էլ չէ, 50-ից բարձր ցանկացած մարդու կենսակերպի մեջ պետք է ինքնաբերաբար ներառվի եւ այստեղ երկու կարևոր գործոն կա, որը հաճախ անտեսվում է, դա ֆիզիկական ակտիվությունն է, ցանկացած տեսակի, ինչքան բարդ լինի, բարդ սպորտային կոորդինացիոն եւ այլն, այդքան լավ, բայց գոնե քայլելու եւ այլն նվազագույն է, գոնե նվազագույն, բայց ռեգուլյար եւ բնության հետ շփումն է, որը էլի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ բավականին դրական ազդեցություն է ունենում, պլյուս հոգեվիճակին հետեւել, այսինքն նախորդող դեպրեսիան, տագնապային վիճակները, որովե տեսակի կախվածությունները եւ այլն ցանկացած տեսակի հոգեկան առողջության խնդիր, իրանք բոլորը հավանականությունը մեծացնում են դեմենցիայի զարգացման
նման, պլյուս իհարկե եթե մենք խոսում ենք անոթային դեմենցիայի մասին, որը ամենա կամ համատարած կարող ենք անվանել, այս դեպքում նաև մնացած առողջությունը, անոթների առողջությունը, զարկերակային ճնշում, դիաբետ, մնացած խնդիրները, որոնք որ կարող են անոթների ախտահարում առաջացնեն, այսինքն դեմենցիայի մասին հոգ տանելը եւ կանխարգելելը իր մեջ ներառում է այն գրեթե ամբողջ լավ առողջ ապրելակերպը, որը որ կարող ենք խորհուրդ տալ ցանկացած մարդուն։ Պետք է սկսվի սրանից եւ հետո նոր մտածել արդեն հավելյալ տրամաբանության հետ աշխատանք, չգիտեմ, լեզուներ սովորել, ակտիվ նոր ինչ-որ գործունեություն տիրապետել եւ այլն այդ բաները։ Այսինքն ձեր ասածից եզրահանգեմ, որ 65-ից հետո բոլորը, անխտիր բոլորը պիտի մտահոգ լինեն իրենց կոգնիտիվ ֆունկցիաներով։ Այո, որտեվ անկախ նրանից թե մարդին ոնց է զգում, ինքը զգալիորեն ավելի բարձր ռիսկի խմբում է գտնվում դեմենցիայի։ Եվ մի միջանկյալ հարցել, գիտեք ինչի հետ կապված, ընկալումը որպես ֆենոմեն, այսինքն խոսքը խոսելը մեկ այլ բան, խոսքի ընկալումը, արդյոք դա էլ, եթե մարդը ասածը երբեմն ունենում ենք ավագ սերնդի մոտ կամ ընտանիքներում խնդիրները գալիս են այն պահից, որ մեծահասակը կարծես արդեն ասված բանը չընկալի։ Արդյոք սա կոգնիտիվ խնդիր է, ասենք 5 անգամ, 6 անգամ ասած բանը, զգում որ տատիկը չհասկացավ, այնուամենայնիվ հասկացավ հատվածական, իր ձեռնտու ձևով, սա կարող ենք համարել կոգնիտիվ ֆունկցիայի այսպես ասած խնդիր։ Միանշանակ, բայց եկեք մենակ չֆիքսվենք մեծահասակների վրա, ոնց որ ասեց դոկտոր Հովսեփյանը, խնդիրները, կոգնիտիվ խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել, երբ որ մարդը արդեն միջին հասակի է, 40-ից 40 եւ բարձր, ոչ թե պետքա մտահոգվի, ինքը այլ պետքա ուղղակի առողջ ապրելակերպ վարի ու առողջ ապրելակերպի հետ մեկտեղ նաեւ շատ կարեւոր է հաճախակի բուժզննումները, որովհետեւ անձը հնարավոր է որ չունենա կոգնիտիվ խնդիր, հա, բայց ունենա այն գործոնները, որոնք որ հետագայում կարան բերեն ու բժշկի մոտ հետազոտությունը դա կանխարգելիչ հետազոտությունները նաև այդ գործոնների վերացմանն են ուղղված։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, մենք գիտենք, որ մեծահասակների դեպքում նորմալ ծերացման ժամանակ նույնպես լինում են կոգնիտիվ խնդիրներ կամ կոգնիտիվ թուլացում, այսպես ասենք, որը որ նորմայի սահմաններում է, ֆունկցիոնալ նորմայի սահմաններում է, եւ եթե ասենք մեծահասակ կինը կամ տղամարդը ինչ որ բան չի կարողանում մտապահի, դա չի նշանակում, որ իր մոտ դեմենցիա է զարգանում։ Դեմենցիայի մասին մենք խոսում ենք այն ժամանակ, երբ որ անձի մոտ կա կոգնիտիվ խնդիրների հետևանքով կա սոցիալական ադապտացիայի ու հոգեբանական ադապտացիայի հետ կապված խնդիրներ։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ մեծահասակ անձը ունի խնդիրներ։ Այն էլ կես տարի տարկումից հետո, հա, մենք երկարաժամկետ բոլոր կետերով որ կարող։ Ամեն դեպքում ես խորհուրդ կտամ որևէ դեպքում չմտահոգվել, եթե նույնիսկ մենք ունենք այնպիսի խնդիրներ, որը որ իրականում խանգարում է անձին, բոլոր խնդիրներն էլ կառավարելի են ու ճիշտ ժամանակին բժշկի դիմելը կամ մասնագետի դիմելը դա երկարացնի process-ը ու կյանքի որակը բավականին կլավացնի։ Ինչը մենք պրակտիկայում էլ տեսնում ենք, բժիշկ անդրադառնանք մեր այսպես ասած ծեծված, բայց ելի կարիք ունեցող թեմային դեմենցիայի տեսակների մասին, երբ որ խոսում էինք, ես ասացի, որ հիմա ճակատագունքային դեմենցիան, անոթային, սրանց տարբերության մասին եթե կարելի է հակիրճ ու մեր երկրում ամենապատահող տեսակը, ամենաշատ հանդիպող, որտեղ դուք աշխատում եք, ամեն օր բախվում եք ու ունեք պատկեր։ Միջազգային ստատիստիկան վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությանը, ու ասեմ, որ ոնց որ միշտ Alzheimer-ի հիվանդության հետևանքով դեմենցիան ամենատարածված դեմենցիան է, գրեթե 70%-ը, ինչ վերաբերում է ճակատագունքային դեմենցիային եւ անոթային դեմենցիաներին, իրանք իրար հետ գումարային հանդիպում են մոտ 20% դեպքերում, բայց հետաքրքրականը նա է, որ շատ հաճախ մենք ունենում ենք դեմենցիայի խառը ձևեր, այսինքն անձի մոտ դիտվում է եւ Alzheimer-ի հիվանդության հետևանքով կլինիկական ախտանիշներ եւ անոթային հիվանդությունների հետևանքով դեմենցիայի կլինիկական ախտանիշներ։ Շատ հաճախ իրանք խառն են լինում ու բժշկի համար տարբերակելի էլ չի լինում հաճախ թե որ դեմենցիայի տեսակն է։ Ամենատարածվածը ես կասեի, որ դրանք խառը դեմենցիաներն են։ Նաեւ իհարկե տարբերակի չախտորոշումը շատ կարեւոր է բուժումը ճիշտ կամ խնամքը ճիշտ կազմակերպելու համար։ Մեր երկրի դեպքում կառանձնացնենք ինչ որ բան եւ արդյոք ինչ հետազոտությունն է ցույց տալիս այս տարբերակելը բժշկի տեսակետից որքանով է հեշտ։
Հա, ինքը բավականին հեշտ է, եթե մենք օգտագործենք այն գործիքները, որ կլինիկական ուղեցույցը խորհուրդ է տալի, մենք ունենք պսիխոմետրիկ գործիքներ, նաև հետազոտության ալգորիթմեր, թե ինչպես կարելի է դեմենցիան տարբերակել, արդյոք դա Ալցհեյմերի հիվանդության հետևանքով դեմենցիա է, անոթային դեմենցիա է, թե դեմենցիայի խառը տեսակն է։ Ինքը բավականին երկարածավալուն է, բայց նաև շատ կիրառելի է։ Այնտեղ որոշակի հետազոտություններ են, օրինակ նեյրովիզուալիզացիան գլխուեղի հետազոտությունները, որոշակի արյան միջոցով հետազոտություններ, նաև գենետիկ հետազոտություններ, որոնք որ պատկեր են տալի բժշկին շատ ավելի հստակ տարբերակիչ ախտորոշման համար, ինչը շատ կարևոր է հիվանդությունը կառավարելու տեսակետից։ Բժիշկ Հովսեփյան, ես ձեզ հարցս ուղղեմ որպես հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի ղեկավարի, մասնագիտական առումով արդյոք բոլոր հոգեբուժները կարող են դեմենցիայով զբաղվել, պատկերը մեր երկրում եւ դեմենցիայով զբաղվող, այսինքն բժիշկների կարիք ունենք, թե չէ, թե բոլորը ընդհանուր պրոֆիլի, ինչպես է այս մասը կարգավորվում, թե պարտադիր վերապատրաստենք։ Դե յուրե բոլորն կարող են զբաղվել, բայց մեր հոգեկան առողջության ոլորտը արդեն իստում բարեհաջող մտել է այն փուլ, երբ որ մենք կարող ենք ունենալ ավելի մասնագիտացված առանձին ուղղություններ, այսինքն այսօրվա դրությամբ մենք ունենք մի շարք մասնագետներ, Երևի բժիշկ Փաշիկյանի գլխավորությամբ կարող ենք ասել, ովքեր որ ավելի մասնագիտացած են դեմենցիայի հարցում, եւ եթե մարդիկ ունեն հնարավորություն ընտրելու, իրանք իհարկե կարող են ընտրել այն մասնագետները, ովքեր ավելի մեծ փորձ ունեն, վերապատրաստումներ ունեն այդ ուղղությամբ եւ այլն։ Պարոն Փաշիկյան, հա, ես ծավալվեմ։ Հա, ուզում եք լավ, ծավալվեք, բայց կարող մենք ունենք նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որը նույն ծրագրի շրջանակներում ենք մշակել, կոչվում է դեմենցիայի կլինիկական ուղի, շատ կարևոր փաստաթուղթ է, ինքը հենց այդ փաստաթուղթը տալիս է պատասխանը, թե որ մասնագետը որ փուլում ինչ շրջանակներում կարա զբաղվի դեմենցիայով։ Այնտեղ ներառված են եւ ընտանեկան բժիշկները, եւ հոգեբուժները, եւ հոգեբանները, եւ սոցաշխատողները, եւ այն բոլոր օժանդակ կառույցները, որոնք կարող են լինել պացիենտի հասանելի վայրում, այդ ամեն ինչը ներառված է լինում կլինիկական ուղիում, հստակ ժամանակագրությունով, հստակ քայլերով տրված է, թե յուրաքանչյուր մասնագետ որ փուլում ինչ գործառույթներ է անելու։ Բավականին կարևոր փաստաթուղթ է, ու այդ փաստաթուղթը, երբ որ մենք համադրում ենք նաև կլինիկական ուղեցույցի հետ, որովհետև իրանք փոխկապակցված են, մենք այդ երկու փաստաթուղթը օգտագործելով կունենանք շատ մեծ արդյունքներ կոնկրետ պացիենտների դեպքում։ Իսկ եթե համակարգային ներդրենք, ավելի լավ կլինի։ Դուք իմ հարցը կանխեցիք, ուզում եի ասել, որքանով են այս փաստաթղթերը հասանելի, ցանկալի, ընդունելի այն մարդկանց կողմից, հնարավորությունը գտնելու, կարդալու, եթե կա միտեղ բաց դրած, մեր թիմին էլ կներկայացնենք, դրա մասով էլի, որպես իրենք նայեն, ծանոթանան, պարտադիր չէ, բայց ինչպես խթանել, ինչպես բացատրենք, որ սա անհրաժեշտ է, ձեր ձեռքի գործիքն է, ձեր սեղանի գիրքն է։ Փաստաթղթերը ազատ հասանելի են ասոցիացիայի կայքում amha.am շատ հեշտ գտնվող կայք է, այնտեղ կա բաժին մասնագետների համար եւ կլինիկական ուղեցույցներ, որտեղ թե ուղեցույցները, թե կլինիկական ուղիները ազատ դրված են, բոլորը կարող են օգտվել իրենցից։ Եվ բժիշկները եւ ժամանակակից նմանատիպ փաստաթղթերը գրեթե բոլորն է on-line ձևաչափով են, արդեն թղթային են, որ տպում էինք, բաժանում էինք ամենտեղ, հիմա այդքան էլ ընդունված չի անել, բայց on-line ձևաչափով ինքը կա եւ բոլորին հասանելի է։ Մնում է նաեւ մեր միջոցով էլ խթանենք, որ կարդան, կարևորություն հասկանան, չհալարեն, որ աշխատելիս ձեռքի տակ ունենան այս կարևոր փաստաթուղթը։ Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար, որ ձեր բազմազբաղ առօրյայում մեզ համար էլ մեր ընկերների համար ժամանակ գտաք։ Շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։